և չվերանշակվող տեսակների մասին, այսպես պրեսի միջոցով ծավալը փոխանում է և ուղարկում է գործարան։ Ինչ խնդիրներ ենք այս դեպքում մենք լուծում։ Ինչպես ցույց է տրված այս նկարում, մենք խնայում ենք թե ծառերը, թե լուծումը, թե շփվածինը, էլեկտրաէներգիան, ջուրը ու մեր թափոնից օգտվողները հավելվածից գիտեն, որ բաժանվում են բաժանորդների և գործականների։ Բաժանորդները հենց դուք եք, ովքեր որ տեսակավորում են թղթի թափոնը, հայտերի միջոցով ուղարկում են վերամշակման։ Հիմա ցույց կտամ քարտեզը մեր հավելվածի։ Այս մեր փորձը տվյալ բնագավառում նա է։ Մենք մթերում ենք թղթի թափոնը, տեսակավորում ենք, պահուստավորում ենք, վերամշակում, հետո արդեն տպագրություն ենք անում, թղթի եսվարաթղթի արտադրանք, վաճառք կամ առաքում։ Հիմա այս մեր էկոբոքսերը հենց մեր բաժանորդների կողմից հանձնած թղթի թափոններից են։ Դրանք մենք թղթի թափոնը հավաքում ենք, ինչքան շատ թափոն մենք հավաքում ենք, այդքան ավելի մեծ քանակով էկոբոքսեր ենք կարողանում արտադրել վերամշակման միջոցով։ Դրանք այս էկոբոքսերը վերամշակված թղթից են։ Ինչ ասել էկոբոքս։ Մեր թափոնաման է, որտեղ որ թղթ է։ Այդ հիմա վերամշակված վարաթղթից է։ Այո։ Հիմնականում վերամշակված թղթից ստացվող թղթի տեսակը դարչնագույնն է, օգտագործվում է թափոնների օգտագործվում է հենց այս արտեր արտադրելու մեջ։ Հիմա եկեք հասկանանք, թե թղթի որ տեսակներն են վերամշակվում, որոնք ոչ։ Վերամշակվում է տպագրական թուղթը, ստվարաթուղթը, օրաթերթ, ամսագրերը, տուփերը։ Սրանք բոլորը վերամշակման ենթական են։ Հավկիթի տակդիրները, եթե դրանք շատ աղտոտված չեն, էլի վերամշակվում են։ Հավկիթի տակդիրները։ Եթե շատ աղտոտված են, հիմնականում արդեն տեսակավորում են։ Եթե աղտոտված են, չեն վերամշակվում հիգիենայից ելնելով։ Չի վերամշակվում նաև տետրապակը։ Տետրապակը դա կաթի և բնական հյութի տուփերն են։ Կան տեսակներ, որոնք որ վերամշակվում են, կան որ ոչ։ Եթե ուզում եք հասկանալ տետրապակը վերամշակվող է թե ոչ, իսկ բացում եք տուփը, կտրում եք, տեսնում եք, եթե ներսում փայլած թեղ կա, դա չի վերամշակվում։ Եթե փայլած թեղ չկա, վերամշակվում է, բայց հիմնականում լինում է փայլած թեղ։ Մեկ անգամյա սպասքը չի վերամշակվում, քանզի բաժակների մեջ կա էլի փայլած թեղային կամ պոլիէթիլենային թաղանթի նման շերտ, որը չի թողնում, որ ջուրը հասնի թղթի շերտերին և թացանա, և վնասված թղթերի մասով ասեմ, որ վնասված թղթերը մենք չենք վերամշակվում, բոլոր վնասված թղթերը հավաքում առանձնացնում ենք, ռեստավրացիա ենք անում և տրամադրում ենք մեր թափոնային բաժանորդներին։ Հավելվածում հիմա մենք նոր թարմացում ունենք, եթե մտնեք գրադարան, կտեսնենք այդտեղ գրքեր, որոնք որ փրկվել են թափոնից, մենք ռեստավրացիա ենք արել գրքերը ու յուրաքանչյուր 10 կիլոգրամի դիմաց կարող եք գինք խնդրել ձեզ որ տեսնվել, հետագայում էլի նվերային փաթեթ ենք պատրաստել, որ կարող եք Այո, յուրաքանչյուր 10 կիլոգրամի դիմաց կարող եք մեր գիրք, մեր գրադարանից